Ակնհայտ է, որ ԿՊԱ-ականները առավոտյան բարձր վիտամինացված նախաճաշ են կերել եւ որոշել են հերթական անգամ իրենց ձախողումները քողարկելու համար հարձակում գործել ընդդիմության դեմ։ Գիտեք, պարոն Ռուբինյան, Կարլ ֆոն Կլաուզևիցը մի խոսք ունի, ասում է նվաճողը, սիրում է խոսել խաղաղության մասին, դրանով քողարկել, որպեսզի կարողանա առանց դիմադրության գրավել քո երկիրը։ Պարոն Քոչարյան, միգուցե դժգոհ եք, բայց Կլաուզևիցը ճիշտ է ձեզ չի ասում, բայց էլի հայտնի մարդ է։ Հենց որ միմիկան, էքսպրեսիան խնդրում եմ, գոնե իմ ելույթի ժամանակ մի քիչ մեղմել։ Այսինքն պարզ է ինչի է խաղաղությունից խոսում Ալիևը։ Պարզ է թե ինչի է խաղաղությունից խոսում նաև այսօրվա իշխանությունը ճակերտավոր, որովհետև կա երկու նվաճող, դրսից Ալիևը եւ ներսից քաղաքացիական պայմանագիրը, որը ժողովրդին խոստանալով Շուշի եւ Հադրութի դեօկուպացիա խաբեությամբ զավթել է իշխանությունը։ Այս հարցում իհարկե դուք միանման եք։ Պարոն Ռուբինյան, որ դուք մեջբերում անում եք, խնդրում եմ ամբողջական, ագլասիցի վես սպիսակ, պожалуйста, որովհետև նույն Ալիևը իր այդ հոգեցունց եւ զգացունց ձեր ականջներին հաճո կամ աչքերին հաճո գրության մեջ եւս մեկ անգամ հիշատակել է, նշել է միջանցք բառը, իդեպ դա նշել է նաեւ թուրքական կազմակերպության Կաբալայում նշված է վերջին այս դեկլարացիայի մեջ։ Հիմա անդրադառնալով ձեր հարցին, մի քանի Դուք ֆրակցիայի անունից եք շարունակում հիմա։ Ֆրակցիայի մասին էլ չմոռանաք։ Էդ եմ ասում, հիմա կպցնում եք։ Այո, միաժամանակ ավելացրեք։ Մեր պահանջը բոլոր ճանապարհների միաժամանակյա ապաշրջափակում։ Բոլոր դա ներառվում է Հայաստան ճանապարհի ապաշրջափակումը Նախիջևանի միջոցով, որը անհնար է, քանի դեռ սադարակ երասխ երկաթուղին կամ անցումը կառուցված չէ, դա ներառում է Իջևան Ղազախ ճանապարհի ապաշրջափակումը։ Երբեք մենք չենք խոսել ապաշրջափակման դեմ։ Ցորենի հետ կապված, այո, ձեր հանճարեղ քաղաքականության հետևանքով, Ադրբեջանի կողմից, սխալների հետևանքով, Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթումի հետևանքով մեր ցորենի մատակարարումը առնվազն 20%-ը կորցրեցինք։ Եվ հիմա անկած դրսից փորձում եք ինչ-որ մի բան մուրալ ձեռք բերել։ Մյուսը Հայաստանի Հանրապետության վարելահողերը 40%-ից ավելին 50%-ի չափով չեն մշակվում։ Դրա մասին այդ ուղղությամբ ինչ եք անում, թե քարտուղարը, որ ասում էր ցորեն չկա, բրինձ կուտենք, բրինձ բերեք, թե հասկացաք, թե դա ինչա նշանակում։ Մյուս խնդիրը, ցորենի մատակարարումները դիվերսիֆիկացնեն, դա որևէ մեկի համար գաղտնիք չի, պետք է բոլոր ապրանքները եւ արտահանման շուկաները դիվերսիֆիկացնեն, բայց սա ներկայացնել որպես ապաշրջափակում, դա անամոթ կեղծիք է։ Ադրբեջանը որևէ քայլ չի արել իր տարածքով դեպի Հայաստան մտնող գոնե մի կածան ապաշրջափակելու ուղղությամբ։ Գոնե մի կածան։ Իսկ Թուրքիայի հետ կապված Գեղարմանաշեց, 92 թիվները եթե չեմ սխալվում, մի կարճ ժամանակ Թուրքիան բացեց ճանապարհը, դա իդեպ այն ժամանակվա իշխանությունները նույնիսկ կոչեցին որպես խաղաղության հույսի ճանապարհ։ Եվ մի հարց, պարոն Թունյան, իսկ ասեք այդ ցորենը, որը գալու է, ինչքան է գալու եւ ինչ գնով է գալու։ Այսինքն այդ ամբողջ հազարավոր տոննաների մեջ կարող է անկարծես մի բուր մեկը լցնի գրպանը գա, ասի դե տես։ Ավարտեք, ես ելույթ կունենամ։